Ռոբի, Տաշիրի, Գագոյի հետ Սերժնե Դավեսկա փաթեթով կզոցնել են, փաթեթով։ Փողոցում վազվզում է խելագար։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում կարճ է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա սպառնալիքներին եւ վիրավորանքներին։ Փոխարեն ընտրողներին առաջարկում է անել հետևություններ։ Թող հետևություն անեն, ամսի 7-ին հասկանան ում են ձայները տալիս։ Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը պնդեց, թե ընտրակաշառքի վերաբերյալ իր առաջնորդած ուժին վերագրվող գործերը իշխանության պատվերով են հարուցվում։ Մինչդեռ ընտրական հանցագործությունները քննող հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հերթական հաղորդագրությունն է տարածել, պնդելով, թե Ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Մեր ժողովուրդը իր խոսքը կասի, դուք էլ կտեսնեք, համատարած ինչ ուզում անեն։ Իրենք ուրիշ ոչինչ անելու հնարավորություն չունեն։ Մնացել է մեկ բան, փողոցներում վազվզեն, գորգռան, ղժղժան, մյուսն էլ ձերբակալ են մարդկանց, անտեղի տեղը, ինչ ասեմ ես։ Գործ տվող մարդը, ուրիշ ինչ պետք է անի, գործեր են տալիս, գործեր են կարում մարդկանց վրա, տանում ձերբակալում, ինչ ասեմ։ Մազախիստներ են սրանք։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որում ինչ-որ տղամարդիկ քննարկում են, թե ինչպես են ամեն ամիս արցախցիների համար ծախսեր անում, իսկ նրանց շարքերում կա մարդ, որ գնում է ՔՊ հավաքներին։ Ձայնագրության մեկ այլ հատվածում էլ ինչ-որ տղամարդ հայտարարում է, թե մեջբերեմ, լավ են անում, փողով ծախվում են։ Սամվել Կարապետյանը այդ ձայնագրությունները ապացույց չի համարում։ Ոչ ոք ոչինչ չի ապացուցել։ Հենց ապացուցեցին, իրենք շատ ուրախությամբ դատեն մարդկանց, հələ ոչ մի բան չեն արել, ոչ մի մարդ կալանավորված են անտեղի տեղը։ Վերջում դուք տեսնեք, ինչ եղավ իրեն ձայնագրությունների հետ։ Դուք պատկերացնում եք մարդ, որ ամեն օր տեսնելով, որ նույն հոդվածով մարդկանց ձերբակալում են տասնյակ մարդկանց, ինքն էլ լավ ասավ, լավ ենք անում, փող ենք բաժանում։ Ինչի է դա նման։ Պետք է լավ են անում, թող գնան նստեն, ինչ ասեմ։ Արարատի մարզում քարոզարշավ իրականացնելիս հրապարակված ձայնագրության վերաբերյալ գրեթե նույնն ասաց Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը, պնդելով նաև, որ այդ ձայնագրություններում կան անձինք, որոնք կապ չունեն իրենց թիմի հետ։ Այնտեղ բաներ կա, որ մեր հետ կապ չունի, ուղղակի ուղարկած սադրիչներ են բանեն, բայց ով որ մեր հետ կապ ունի, բոլորին ազատ են մարդիկ արձակվում, տեսնում են, որ ով է իրավացի, ով չէ։ Մենք ուղղակի ցավոք ունենք մարդիկ էլ, որ ուղղակի քաղաքական պատվերով այս բային մեկ ամսվա կտրվածքով սահմանափակման տակ են, բայց մեծի մասամբ գրեթե 95%, 99% մարդիկ ազատ են արձակվում, որովհետև հիմք չկա այս ամեն ինչի տակ։ Ուրեմն ինչի մասին են սիրելի հայրենակիցներ այս ձայնագրությունները։ Այն մասին են, որ թե Ղարաբաղի ժողովուրդը, թե Հայաստանի ժողովուրդը այս մարդկանց համար, այս տահակների համար մշտապես եղել են գործիք իրենց իշխանությունը պահելու համար։ Երեք ես ասեմ, մեռացեմ թաղող չկար։ Արցախցի այս կինն Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում Ուժեղ Հայաստանի քարոզարշավի մասնակիցներից է։ Արդեն հարազատ դարձած Սայաթ-Նովայում ասում է, ջերմ են մարդիկ միջավայրը, բայց նեղ սրտած է, Նիկոլ Փաշինյանին է լսել երեկ։ Այն վարչապետի խոսակցություն չի։ Ինչ անենք, միգուցե մի Ղարաբաղցի քեզ, որ ասում եմ կծել է, դու էլ իրեն կծիր, բայց ոչ բոլորի անունից այս հայտարարությունը դու արա։ Այդ ինքը իրեն է թափտվել, ուրիշ ոչ մեկին։ Ինքը իրեն է, այն աստիճանն է հասցրել, որ բոլոր ատելանքավ են լցվել, ատելանքավ։ Չեմ էլ ուզում, որ ուրիշ բան ասեմ, որ արեկան բրնեն տանեն, միայն ես իմ սրտից խոսքը կարող եմ իրեն երեսին ասեն, թող ուզում են, թող տանեն։ Ուժեղ Հայաստանի հավաքին այսօր արցախցիները քիչ չէին։ Մեր այս զրուցակիցը, որ նույնպես Լեռնային Ղարաբաղից է, չի հասկանում, ինչու է Նիկոլ Փաշինյանը անդադար վարկաբեկում արցախցիներին։ Հույս ունի Սամվել Կարապետյանի թիմի իշխանության գալու դեպքում մթնոլորտը կփոխվի։ Ինքը մեզ փոշիացրել է, Արցախը հանձնել է, մեր տուն ու տեղը, մեր հզոր տղաներին թողել ենք, ննջում են միայն նա։ Այստեղ հավաքվածների հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղություն լինի, բայց
չէ, որ խաղաղություն հաստատված է։ Ամեն օր է Նիկոլ Փաշինյանը այդ մասին հիշեցնում։ Չէ, չենք հավատում։ Վարչապետի երեկվա զայրույթի պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր ուժերից, այդ թվում Ուժեղ Հայաստանից, պնդում են, թե 44-օրյա պատերազմին 5000 զոհ է եղել, երբ ըստ իշխանության զոհերի թիվը 3833 է։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը օրեր առաջ ասում էր, թե այդ թիվը հաստատված է քրեական գործերով։ Ուժեղ Հայաստանից պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը հորդորում է հրապարակել զոհերի անունները։ Մենակ այդ թիվը, որ իրանք հրապարակեն, ես ձեզ խոստանում եմ այդ 44-օրյա պատերազմի ամբողջ հանցագործությունը ձեզ ցույց տամ մենակ այդ ամսաթվերով։ Ինձ հետաքրքիր է իմանալ, թե սեպտեմբերի 27-ին քանի մարդ զոհվե, հոկտեմբերի 6-ին ի Ստեփանակերտ գնալուց հետո քանի մարդ զոհվե, հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնեցնելուց հետո քանի մարդ զոհվե։ Թող միայն իրենց ասած թվի անուն ազգանունները ու զոհերի զոհողության օրերը, դա չեն կարող իրանք չիմանան, բանակ է։ Թող դա հրապարակեն, հարցը համարենք փակված։ Այսօրվա հավաքին տեսաուղերձով մարդկանց դիմեց նաև Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա մարդկանց խոստացավ մեջբերեմ չարիքի վերջը տալ։ Մենք միասին տալու ենք այս չարի վերջը, վերջ չարիքին, վերջ վախին, վերջ աղքատությանը, Ուժեղ Հայաստանը գալիս է։